Ողջույն սիրելիներս, շատերիդ կողմից սպասված տեսանյութն արդեն իսկ պատրաստ է, այսօր պատրաստում ենք թթխմորով հաց, այս հացը շատ համեղ է, առողջարար է և բաղադրության մեջ միայն ալյուր, ջուր և աղ է, այսինքն առանց հավելումների, տարբեր պատրաստման եղանակներ կան, մի քանի տարբեր ձևերով են պատրաստում, այսօր կներկայացնեմ պատրաստման մեկ տարբերակը, իսկ մյուս տեսանյութերում նաև մյուս տարբերակները կներկայացնեմ. Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է 450 գրամ բարձրորակ ալյուր, նախապես մաղով անց եմ կացրել, 330 գրամ գոլ վիճակով ջուր, 10 գրամ աղ, 50 գրամ ամբողջահատիկի ալյուր, այս ալյուրը նույնպես մաղով անց եմ կացրել և այստեղ ունեմ 125 գրամ թթխմոր, արդեն իսկ հասունացած վիճակում է, տեսեք նախապես կերակրելու եմ գիշերը, իսկ առավոտյան արդեն այս տեսքն ունի, այսինքն 3 անգամից ավել բարձրացել է. Սիրելիներս, տեսեք ինչքան առողջ ու հիանալի թթխմոր է, ինչքան կյանք կա այս թթխմորի մեջ, իդեպ տեսանյութն իմ յութուբյան ալիքում է, ովքեր դեռ չեն պատրաստել, անպայման պատրաստեք և առաջինիս փորձից ձեր մոտ էլ կստացվի, արդեն իսկ շատ նամակներ եմ ստացել, ովքեր որ պատրաստել են, նույնիսկ նկարներն են ուղարկել արդեն իսկ պատրաստ թթխմորի, դուք էլ փորձեք և կհամոզվեք, որ դժվար չէ պատրաստելը, ուղղակի պետք է հետևել ինստրուկցիային, թե ինչպես եմ ներկայացրել, ահա խառնեցինք թթխմորը ջրի հետ և սա մի կողմ կդնենք, ամբողջահատիկի ալյուրը ավելացնում ենք մյուս ալյուրին և մի լավ խառնում, խառնելուց հետո այս թթխմորի և ջրի մասան ավելացնում ենք ալյուրին, միանգամից մի ավելացրեք, ահա այսպես քիչ, այսպես խառնելով ավելացնում ենք, իսկ հետո այս գործիքի օգնությամբ, կարող եք գործիքը չօգտագործել, ուղղակի ձեռքերի օգնությամբ այսպիսի խմոր ենք ստանում, տեսեք բավականին ձեռքերին կպնող խմոր է, կպչուն խմոր է, բայց մի վախեցեք, հենց այսպես էլ պետք է լինի մեր խմորը. Այս փուլում չենք հունցում, ձգումներ չենք կատարում, ուղղակի ահա այսպես խառնելուց հետո դնում ենք մի կողմ կափարիչը վրան դրած, կմնա 20 րոպե, իսկ 20 րոպե անց ավելացնում ենք աղը, աղն ավելացնելուց հետո 5 գրամ ջուր ենք լցնում, որպեսզի ավելի հեշտությամբ աղը հալվի, հիմա ձեռքերը թռչում ենք և ահա այսպես խառնում ենք այնքան ժամանակ, մինչև որ աղը արդեն իսկ հալված կլինի, կափարիչը կրկին վրան ենք դնում, այս անգամ թողնում ենք մնա 30 րոպե, 30 րոպե անց հիմա պետք է ձգումները կատարենք, հիմա առաջին ձգումն է, ձեռքերը թռչում ենք ջրի մեջ, ահա այսպես ներքևից վերև բարձրացնում ձգում և ծալում, բոլոր կողմերից, այսինքն 4 կողմերից կատարում ենք այս նույն գործողությունը, հիմա տեսեք, այսպես ձգում ենք և փակում, այսինքն այս գործողությունը մի անգամով չենք վերջացնելու, ընդհանուր 3 անգամ այսպիսի ձգումներ ենք կատարելու, տեսեք հիմա անցավ նորից կես ժամ հետո արդեն ավելի էլաստիկ տեսք ունի, կրկին նույն գործողությունն ենք կատարելու, ահա ներքևից այսպես ձգելով վերև ենք բարձրացնում և ծալում, անպայման 4 կողմերից ձգումներ ենք կատարում, ահա կրկին կթողենք մնա 30 րոպե, 30 րոպեն անցավ, ինչպես որ նկատեցիք, արդեն իսկ տեսեք ինչպիսի ավելի էլաստիկ, ավելի ենթարկվող խմոր է դարձել, այն ժամանակ հենց առաջին ձգումը երբ որ արեցին, տեսնում եք պատռվում էր, իսկ հիմա արդեն իսկ չի պատռվում և տեսեք ինչքան էլաստիկ է այս խմորը, կրկին նույն գործողությունն ենք անելու, 4 կողմերից ձգում ենք, այնուհետև այսպես փակում, թողնելու ենք մնա 3-ից 5 ժամ, կախված է սենյակի տաքությունից, թե ինչպիսին է ջերմաստիճանը, տաք ժամանակ ավելի շուտ է հասունանում, ահա տեսնում եք արդեն իսկ հասունացել է, ավելի է բարձրացել խմորը, այն վիճակից, եթե ուզում եք ստուգեք, որ պատրաստ է թե ոչ, պետք է վերևի հատվածը այսպիսի դողդողանման լինի, ինչպես տեսնում եք արդեն իսկ այսպիսի
փուչիկներ էլ կան վրան, արդեն իսկ պատրաստ է։ Նախքան խմորի հասունանալը անպայման կարող եք նշել, որպեսզի ավելի հստակ իմանաք ինչքան է բարձրացել խմորը, այսինքն ինչքան է հասունացել։ Պետք է համարյա երկակի բարձրանա։ Մի փոքր ալյուր ենք ցանում, շատ ալյուր մի արեք, ուղղակի այսպես թեթևակի ալյուր ենք ցանում եւ տեղափոխում ենք խմորը սեղանի վրա։ Այնուհետև աշխատելու ենք խմորի հետ։ Տեսեք ինչքան լավ խմոր է, ինչքան էլաստիկ, ահա այսպես 4 կողմերով, բոլոր կողմերով, այսպես երկարացնում ենք ձգելով, ինչպես նկատում եք ձգում եմ, հետո այսպես երկարացնում, սա կարևոր պայման է, անպայման ձգելուց հետո, ահա այսպես ծալում ենք մի հատ այս կողմից և հետո էլ մյուս կողմից ենք այսպես դեպի ներս բերում, այնուհետև փաթաթում ենք, կարելի է ասել, ինչպես որ շերտավոր խմորն ենք այս տարբերակով անում, նմանատիպ ձևով այսպես փաթաթում ենք։ Հիմա բոլոր կողմերից ահա այսպես ձգելով դեպի ներս եմ բերելու։ Իդեպ տարբեր ձևերով եմ պատրաստում այս փուլում, բայց այսօր ամենահեշտ տարբերակն եմ ներկայացնում, որպեսզի առաջին իսկ պատրաստողների համար շատ հեշտ լինի։ Հիմա գունդ ենք անելու, բայց տեսեք գունդ պատրաստելու ընթացքում սեղմելով դեպի ինձ եմ հրում խմորը։ Թողնում ենք մնա 15-ից 20 րոպե, հիմա բենետոնն եմ օգտագործելու, նաև սպիտակ բրնձի ալյուրն եմ օգտագործելու, քանի որ երբ որ օգտագործում ենք բենետոնի մեջ սպիտակ բրնձի ալյուր, ընդհանրապես պատերին չի կպնում խմորը, այսինքն ինչքան էլ որ կպչուն է խմորը, այս տարբերակով կարող ենք հանգիստ լինել, որ խմորը չի կպնելու բենետոնից։ Հիմա տեսեք նորից կրկին նույն ձևով, ահա այսպես սեղմելով դեպի ինձ եմ հրում խմորը և հիմա արդեն իսկ քանի որ պատրաստ է կտեղափոխեմ բենետոնի մեջ։ Այն հատվածները, որոնք որ ավելի հեռու են իրարից, ահա տեսնում եք մի քիչ հեռու հատվածներ կան, ուղղակի ձեռքով այսպես սեղմում ենք, մի փոքր հատված էլ այս մասում է մնացել, ահա, հիմա վերևի հատվածում այսպես ցանում ենք բրնձի ալյուրը, ինչպես որ նշել էի, բրնձի ալյուրը երբ որ ցանում ենք, այն պաշտպանում է կպնելուց, այսինքն եթե հիմա ահա այս բենետոնի կտորը քաշում ենք վրան և արդեն իսկ բրնձի ալյուր ենք ցանել, այն չի կպնելու վերևի հատվածին, այնուհետև տեղափոխում ենք պոլիէթիլենային տոպրակի մեջ և կտեղափոխենք սառնարան սառը ֆերմենտացիայի, ես թողելու եմ 24 ժամ, ահա 24 ժամ հետո տեսնում եք արդեն իսկ կարելի է ասել խմորը ավելի բարձրացած է, հիմա կհանեմ և կտեսնեք թե ինչպիսի տեսք ունի, ահա տեսեք, ճիշտ է, այսպես այդ կտորի հատվածները տպված են վրան, բայց չի խանգարում, որովհետև այդ ներքևի հատվածն է լինելու։ Անպայման կտրվածք ենք անում ածելիի օգնությամբ կամ այլ գործիքի օգնությամբ, ահա այսպիսի կտրվածք ենք անում։ Տարբեր ձևերով կարող եք անել, կարող եք մեջտեղից կտրվածք անել կամ կողքից։ Թխելու եմ էմալապատ չուգունե կաթսայի մեջ, նախապես 230 Ցելսիուս աստիճան տաքացնելու ենք ջեռոցը, դատարկ կաթսան թողնելու ենք մնա 30 րոպե, այնուհետև խմորը տեղափոխում ենք կաթսայի մեջ, թխում ենք փակ կափարիչով 25-ից 30 րոպե, այնուհետև բացում ենք կափարիչը և թխում ևս 15 րոպե, ահա և պատրաստ է իմ համեղ ու հիանալի հացը, ամբողջ խոհանոցում բույրը տարածվել է անուշ հացի հոտը, իսկապես հիանալի է ստացվում սիրելիներս, հիմա նաև կկտրեմ, լսում եք խրթխրթոցը, հիմա կկտրեմ մեր հիանալի հացը։
Ահա, սիրելիներս, տեսնում եք մեջը ինչքան հիանալի է թխված, շատ համեղ է, ափսոս էկրանից այն կողմ չեմ կարող փոխանցել նաև համը եւ նաև թե ինչքան առողջարար հաց է։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք։ Եթե առաջին անգամ եք իմ ալիքում, սեղմեք զանգակ կոճակին, նաև սեղմեք բաժանորդագրման կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Շնորհակալություն ձեր մեկնաբանությունների համար, ստեսություն, կհանդիպենք շուտով։